Այսպիսով շարունակում ենք HTML-ի մեր դասընթացը։ Այսօր ուսումնասիրելու ենք այնպիսի թեգեր, որոնցով ստեղծվում է ցանկեր եւ աշխատում են ցանկերի հետ։ Եթե մենք բրաուզերում բացենք մեր անցած դասին գրված կոդը եւ այնուհետեւ մեր գրած կոդը կոմենտենք, որտեղ այսօր պետք չէ մեզ այն կվերանա։ Կոմենտելուց միայն կոդում է երևում։ Բրաուզերում չի երևում, կարող եք կոմենտել control հարցական ստեղները սեղմելիս։ Իսկ title-ում կարող ենք ինչ-որ բան գրել, օրինակ վերնագիր։ Ահա վերևում գրում է։ Ցանկեր ստեղծելու համար մեզ հարկավոր է OL թեգը, որը գրվում է այսպես։ Նրա մեջ գրվում է li թեգը, որը իր մեջ պարունակում է տարրերը, այսպես ասած ցանկերի, օրինակ։ Հիմա եթե մենք լրացնենք այս ցանկը, օրինակ թեգ գրենք, հաջորդը սուրճ, հաջորդը կաթ օրինակի համար։ Տեսնենք ցանկը ինչպես բերեց։ Այն, ինչպես տեսանք, ավտոմատ կերպով համարակալում է ըստ հերթականություն։ Կա մեկ տեսակ ևս ցանկերի, որը կոչվում է UL, ոչ թե OL։ Ահա կետեր է բերում, ինչպես տեսանք, թվերի փոխարեն կետեր է բերում։ OL-ին կարող ենք տիպ տալ տեսակ, այսինքն, օրինակ եթե գրենք type, այսպես ենք տալիս տիպ, եթե անգլերեն ատառը գրենք, այն կհամարակալի ըստ անգլիական այբուբենի, ABC։ Իսկ եթե ուզում ենք ցանկի տարրերից ինչ-որ մեկին ենթացանք տանք, օրինակ սուրճը կարող է և քաղցր լինել, և դառը։ Դրա մեջ նույնպես գրում ենք OL կամ UL, այսինքն ցանկացած ցանկ։ Եկեք այս անգլիական ձևով դասավորենք, անգլիական տառերով։ Եվ սրա մեջ գրենք քաղցր և դառը։ Ահա, տեսանք ինչպես դասավորվեց։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն։